Հիմա իմ խորին համոզմամբ կա մի հստակ երաշխիք, շատ հստակ երաշխիք, եւ դա որևէ երրորդ երկրի մասնակցությունը չի, դա որևէ երրորդ երկրի կամ երկրների խմբի ստորագրությունը չի, դա ամենևին, եթե անցյալին անդրադառնանք կամ քննարկվող վարկածներին, ամենևին զանազան խաղապահները, առաքելությունները չեն։ Այդ երաշխիքը հետևյալն է. այն, ինչի շուրջ հնարավորություն է ստեղծվել ձեռք բերել պայմանավորվածություն, այն, ինչ համաձայնեցվել է եւ դեռ կհամաձայնացվի, մնացած ուղղություններով ձեռնտու է, շահավետ է եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին, եւ տարածաշրջանի մյուս երկրներին։ Այս փոխշահավետությունն է, որը կարծում եմ հարատեվություն, երկարատև կյանք է հաղորդելու խաղաղության համաձայնագրին, որը կստորագրվի, հռչակագրին, որը երկրների ղեկավարների կողմից ստորագրվել է, կանոնակարգին սահմանազատման, որը վավերացվել է մեր ազգային ժողովում, եւ մնացած բոլոր համաձայնություններին, որը վստահ եմ հնարավոր կլինի ձեռք բերել առաջիկայում։ Ոչ մի շահագրգռություն չի ունենալու Հայաստանը խախտել այդ պայմանագիրը կամ պայմանավորվածությունները, ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու իմ պատկերացմամբ Ադրբեջանը խախտել այդ պայմանավորվածությունները, ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու Թուրքիան խաթարել այդ գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ մնացած բոլոր երկրները եւս։ Այն հնարավորությունը, որը ստեղծվում է Հայաստանի համար, փոխկապակցվածությունը, վստահ եմ կանդրադառնանք հիմա ընթացքում նաև այդ հարցին, չգիտեմ, երկաթուղիներ, գազամուղեր, էլեկտրական հոսանքի գծեր եւ այլն, փոխկապակցվածություն, որը միայն Հայաստանին եւ Ադրբեջանին չի կապելու, չէ՞, բոլորս հասկանում ենք, կապելու է Եվրոպայից, Եվրոպական միությունից մինչև հեռավոր արևելք ընկած բոլոր երկրներին։